Պատմական այց Երևանում թղթապանակը ձեռքին Թրամփի հետ քննարկումները մտքում փետրվարի 9-ին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան։ Նրա օդանավը վայրեջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, իսկ պատվիրակները հանգրվանել են Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում։ Լուրեր են պտտվում, որ պատվիրակների թիվը գերազանցում է 100 հոգին, իսկ հյուրանոցում ու հարակից տարածքներում խիստ հսկողություն է սահմանվել։ Ինչու է Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս Հայաստան։ Փորձագետները մեկնաբանում են, որ Վաշինգտոնը բարձրացնում է խաղադրույքները Հարավային Կովկասում անվտանգության, տնտեսության եւ քաղաքական ազդեցության համատեքստում եւ հետո կարող է ազդակ դառնալ Միացյալ Նահանգներ-Հայաստան նոր հարաբերությունների փուլ սկսելու համար։ Դրանից զատ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան մեկնաբանվում է որպես Միացյալ Նահանգների ռազմավարական նոր մոտեցման դրսեւորում տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական երթուղիների վերաբերյալ։ Մեծ հաշվով կարծում եմ այցելության ընթացքում, եթե օրակարգային հարցերը դիտարկենք, ապա դրանք լինելու են օգոստոսի 8-ի այդ եռակողմ հայտարարության եւ նաեւ հայ-ամերիկյան երկկողմ, եթե չեմ սխալվում, 3 հուշագրերի տրամաբանության շրջանակում։ Եվ այստեղ այդ շրջանակում գուցե լինեն ինչ-որ նոր շեշտադրումներ կամ համաձայնությունների վերաբերյալ նոր մանրամասներ, ինչպես հունվարի 14-ին Միրզոյան Ռուբիո համատեղ հայտարարությունը Թրամփի ուղու վերաբերյալ։ Այսպիսով քաղաքագետի դիտարկմամբ այցը ոչ միայն խորհրդակցության համար է, այլ նաև հնարավորություն է ամերիկյան կողմի համար։ Այցի ընթացքում Միացյալ Նահանգները կվերլուծի, թե ինչ իրավիճակ է ձևավորվել այս տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական process-ում եւ այդ գնահատականի հիման վրա կարող է մշակել իր հետագա քաղաքական քայլերը։ Եթե օգոստոսի 8-ի փաստաթղթի կամ փաստաթղթերի նկատի ունեմ նաև հայ-ամերիկյան երկկողմ հուշագրերը, դրանց բովանդակության մասով ենք խոսում փոփոխության հնարավորության տեսանկյունից, ապա ես կարծում եմ այստեղ խոսք կարող է լինել ոչ թե փոփոխության, այլ դինամիկայի ինչ-որ ավելացման մասին, եթե ամերիկյան կողմը արձանագրի իր համար ոչ բավարար դինամիկա։ Փոփոխություններ բովանդակային իմաստով ես կարծում եմ չեն լինի։ Այս այցով Միացյալ Նահանգները նոր գործիքակազմով վերաֆորմատավորվում ու վերադիրքավորվում է մեր տարածաշրջանում, կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Այցը ոչ միայն ամրապնդում է ամերիկյան ներկայությունը, այլև փաստորեն ստուգում է խաղի իրական դաշտը, ով որտեղ է կանգնած, ինչ դիրքորոշում ունի եւ ինչպես կարող է ազդել տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Այս իմաստով սա կարևոր է նաեւ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին, որովհետև սա ընդգծում է մեծ եվրասիական քաղաքականությունը Միացյալ Նահանգների։ Թրիփ նախագիծը ըստ նրա քաղաքական առավելություն է տալիս Միացյալ Նահանգներին վերահսկելու միջին միջանցքը, սահմանափակելու Չինաստանի հավակնությունները եւ ապահովելով տարածաշրջանային հաղորդակցային ուղիների անխափան գործունեությունը։ Ընդ որում նույնպիսին է կամ գրեթե նույնպիսին է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը այս նախագծի նկատմամբ։ Այս կողմերի համար նախագիծը ունի գլխավորապես քաղաքական նշանակություն եւ քաղաքական ենթատեքստ։ Ընդ որում դեռևս ակնհայտ է, որ չկան այնպիսի հաշվարկներ, որոնք ցույց կտան, որ սա իսկապես այն մեգա նախագիծն է, որի մասին հատկապես Հայաստանի իշխանությունները շատ են սիրում խոսել։ Քաղաքագետն ընդգծում է, Միացյալ Նահանգները շախմատային մեծ պարտիա է սկսել նաև Չինաստանի դեմ մեր իսկ տարածաշրջանում։ Այստեղ յուրաքանչյուր քայլ հստակ հաշվարկված է Չինաստանի հավակնությունների սահմանափակման, միջին միջանցքի վերահսկման եւ տարածաշրջանային դերակատարների դիրքերի գնահատման համատեքստում։ Վենսի այցը հստակ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում այլևս դիտորդ չէ, այն ակտիվորեն վերասահմանում է իր ազդեցությունը, հավասարակշռում ուժային կենտրոնները եւ պատրաստվում է վերահսկել տարածաշրջանային գործընթացները ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև լայն ռազմավարական խաղի իմաստով։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։